այո, նման դեպք եղել է 87 թվին, մատ ռուսի երեխայր ենք է, 40 օր հետո նույն այս վայրից այդ երեխին նոր կարացել են գտնեն։ Բայց հիմա ոնց որ տեխնիկապես ավելի հագեցված։ Ամեն ինչը կա տեխնիկապես, բայց չեն կարող գտնել եւ շատ ցավում ենք դրա համար։ Մեր համագյուղացին է, կողքի գյուղից եմ ես, Մեղրաձորից եմ։ Որոնում ենք, բայց անարդյունք առնչվում։ Մեղրաձորի հատվածում են պարսպապատ, չի ու այսօր որ եկել էին մարդիկ, ասում են որ վտանգավոր է, ովքեր դիտարկում էին, հա, մասնագետները։ Արդյոք այդ շատ բարդ գործ է, հնարավոր է պարսպապատը։ Դա արդեն կառավարության որոշումն է, ջուրը համայնքինը չի պատկանում, որ համայնքը որոշի։ Ջուրը առանցին կազմակերպության է, ինչ ասեմ դրա մասին։ Բայց որպես համայնքի բնակիչ դուք վտանգ տեսնում եք, դուք էլ ունեք երեխաներ, հարևաններ ունեք։ Ցանկացած սպայենք մենք հիմա ստե կանգնած ենք, էլի մենք վտանգ ենք սպասում վտանգի։ Ամեն քայլափոխներ վտանգը կա։ Իսկ ընդհանրապես ամբողջ տարի է, այսպես հետը հարա։ Չէ։ Այս գարնան տանսկում է, հեսա մի ամսից երևի ջուր էլ չի լինի։ Այս ձան հալած ջուրն է գալիս հիմա էլի։ Հետո մենք վերևը լիճ ունենք, փակում են լիճը։ Այն ժամանակ Արարատյան դաշտի համար նոր ջուրը թողում են գնում Արարատյան դաշտ։ Ամառ ընտանիքից շատ քիչ է լում ջուրը, ցանկացած մարդ այդ երեխան կարող անցնել։ Այդքան քիչ է լում ջուրը։ Ընդհանրապես կողքի գյուղում եք ասում եք քուճապ կա ձեզ մոտ արդեն ծնողները վախեցած են։ Դե բնականաբար, բոլորներ այսքան բանից է մենք հասակի մարդիկ ենք վախենում, նայում ենք ջրին ամենի, վախը քիչ է, ամեն ինչը վախից է սկսվում։